Բիզնեսմեն է, բայց Ռոբերտ Քոչարյան չունենք, հարգելիներս, ժողովուրդ ջան, միայն Ռոբերտ Քոչարյանի կողքին պետք է լինենք, որ հայը մնա, Հայաստանը մնա, մեր սահմանները ամուր լինի և մենք էլ մեզ մարդ զգանք, ինչ 18 թվականից մենք արտասվում ենք, մենք ողբում ենք, մենք շատ ծանր վիճակում հողեր են տալիս, ամեն կոմունիկացիաներ են տալիս, դա անընդունելի է, ես ապշում եմ, շատ կներեք, ժողովուրդ ջան, երբ որ գնում եք, այդ ՔՊ-ի հետևից ինչ եք դուք ուտում, ինչ եք ուտում, որ գնում եք նրա հետևից, կներեք, իսկ իշխանականները ասում են Քոչարյանը ծակ գրպանով եկավ, հարստացավ Հայաստանի բյուջեի հաշվին, շատ կներեք, Քոչարյանը այնքան ապահով ընտանիք է եղել, նրա հայրը, նրա մայրը, այնքան ապահով ընտանիք են եղել, նրանք աղքատ չեն եկել, նրանք ապահովված են եկել, պարզապես իրենք համեստ մարդիկ են, իրենք իրենց ցույց են տվել, որ իրենք համեստ են, իսկ ինչ վերաբերում է, որ ասում են հարուստ է, հարստացել, լավ է արել, ամեն մի անգրագետ գնացել հարստացել է միլիոնատեր, միլիարդատեր է դարել, այդ պարկեշտ ընտանիքը, այդ կրթված ընտանիքը, իր երեխաները, ինքը չունենան բիզնես, չհարստանան, սոված մնան, այդպես չի կարելի ժողովուրդ ջան, այդպես չի կարելի մտածել, Ռոբերտ Քոչարյանը արժանի է ամեն ինչինա հաղթած մարդ է, կռված մարդ է, ամեն ինչին ամենալավ բանին ինքը արժանի է, ամենալավը, միայն Ռոբերտ Քոչարյան, ես ձեզ խնդրում եմ, ժողովուրդ ջան, ինձ լսեք, ես Արցախի այան եմ, ես իմ փորձից ասում եմ, 98 թվականից Ռոբերտ Քոչարյանը եղել է, փրկել է մեզ, էլի կգա կփրկի, ուրիշ ոչ մեկը նրա հնարավորությունը չունի արտաքին աշխարհի հետ, արտաքին տարբեր երկրների ղեկավարների հետ միայն ինքը կարող է լեզու գտնել և դիվանագիտորեն մեր երկիրը բերել, փրկել այս ծանր վիճակից։ Ձեր անունը ասեք։ Մադլեն Ասրյան, Հայաստանի վաստակավոր արտիստ, Արցախի այան։ Բնագավառներ,